Հարգելի պարոն փոխվարչապետ, հարգելի նախարարներ, քաղաքաշինության կոմիտեի նախագահ, համայնքի հարգելի ղեկավար, տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավար, շինարարության ընկերության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս այսօրվա այս հրաշալի իրադարձության առիթով և նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և հարկերը վճարող մեր հայրենակիցներին, քաղաքացիներին, այն անձանց, ովքեր գուցե նաև Հայաստանի քաղաքացի չեն, բայց Հայաստանում տնտեսական գործունեություն են ծավալում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, տնտեսվարողներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքում ՀԴՄ կտրոն են դուրս գրում, հաշիվ ապրանքագիր են դուրս գրում, այսինքն ջանքեր են գործադրում, որ շրջանառությունը լինի ոչ ստվերային, այսինքն այդ շրջանառությունից հարկեր գեներացվի։ Ընդհանրապես այս շրջանում և նման կառույցների բացման առիթով ես ուզում եմ ավելի ու ավելի մեծ ուշադրություն հրավիրեմ բոլորիս ուշադրությունը, Հայաստանի բոլոր քաղաքացիների ուշադրությունը, թե ինչպես են այս շենքերը ստեղծվում, ինչպես են դպրոցները ստեղծվում, նրանք կահավորվում գույքով, ինչպես է ապահովում նրանց գործունեությունը, բովանդակային առումով, ֆիզիկական առումով և այդպես շարունակ։ Այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի որևէ մի տող է։ Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, ուրեմն չկա գույք, ուրեմն չկա մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ։ Այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետության բյուջեում մի որևէ տողում պետք է արտահայտված լինի։ Հիմա տողը տող, բայց այդ տողի դիմաց գրված է ինչ-որ թիվ։ Այսինքն, եթե տողը լինի, թիվը լինի, միջավայր բյուջեում մենք այդպես տողեր ենք ունենում, որ դիմացը 0 է լինում, այսինքն սպասող տողերն են, և մենք ունենք նաև բյուջեի հավելվածներ, որտեղ ըստ էության դրանք այն ծրագրերն են, որի դիմաց 0 է գրած։ Հիմա այդ 0-ն երբ է սկսում դառնալ թիվ, երբ որ մենք ամեն օր գնում ենք և օրինակ հաց ենք ձեռք բերում, կամ ջուր ենք, հանքային ջուր ենք ձեռք բերում, լիմոնադ կամ հագուստ կամ կոշիկ, այդ գնման դիմաց անպայման խնդրում ենք և ստանում ենք ՀԴՄ կտրոն, որովհետև երբ որ մենք որևէ ապրանք առնում ենք, իհարկե կան ապրանքատեսակներ, որոնց առևտրի հետ կապված հարկեր չեն գեներացվում, թե չկան այդպիսի ապրանքատեսակներ, բայց լավ, դա բարդ օրենսդրական կարգավորման հարց է, այսինքն այդ մեր գործունեությունից, այդ թվում մեր կատարած գնումներից ձևավորվում է այն գումարը, որը կաթիլ այդ բյուջեի տողերը դառնում են 1, 0, 100, 100,000, 100 միլիոն, 1 միլիարդ, 2 միլիարդ և այլն և այդպես շարունակ, և ստեղծվում է դպրոց։ 16 միլիոնի ծրագրի ամենատպավորիչ տեսարաններից մեկը Պարուս Սևակում է, որովհետև 16 միլիոնի տները այնպես է կառուցվել, որ մայրուղու երկայնքով են կառուցվում և նույնն էլ այդտեղ է, որովհետև եթե այս իմ ասած գործողությունը տեղի չունենա, պատկերացրեք այդ տները չկան։ Եվ ես միշտ չեմ ալարում բոլոր տեղերը ասել, որ հիմա նաև մեր սիրելի Պարուս Սևակի բնակիչներին եմ ուզում ասել, նրանց մի մասը ներկա չէ, գյուղերից մեկում այդ տպավորվել է տեսարանը, մանկապարտեզ էինք բացում, և գյուղի ժողովուրդը հավաքված էր, ասացի ժողովուրդ սիրուն է, մանկապարտեզը լավն է, դուրն հետ գալիս է, ասացին հա, ասացի դե խնդրում եմ, որ ամեն անգամ երբ որ մտնում եք գնում անել, հիշեք այդ մանկապարտեզի մասին և մի մոռացեք ՀԴՄ կտրոն վերցնել։ Եվ ամեն անգամ գործունեություն ծավալելիս մի դժկամությամբ վճարեք հարկերը, կլինի դա գույքային հարկ, որովհետև այո, այս կոնկրետ դեպքում ամբողջությամբ ֆինանսավորվել է պետական բյուջեի միջոցով,
բայց սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորվում են մասամբ համայնքի, մասամբ պետական բյուջեի, դա գույքահարկա եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ելի գնալով ավելի ու ավելի իմ համոզմունքը ամրապնդվում է, որ մարդու բարեկեցությունը կախված չէ նրանից, թե ինքը իր համար, իր բարեկեցության համար առաջին հերթին կախված չէ նրանից, թե ինքը իր բարեկեցության համար որքան գումար է ծախսում։ Իր բարեկեցության աստիճանը առաջին հերթին կախված է նրանից, թե իր պետության բյուջեն եւ իր համայնքի բյուջեն իր բարեկեցության վրա որքան է գումար ծախսում, որովհետեւ ինչքան էլ մարդը հարուստ լինի կամ ինչքան էլ բարեկեցիկ լինի, չի կարող, ամեն մեկը չեք կարող, երեխաների ծնողները չեն կարող, ամեն մեկը առանձին իրենց երեխայի համար դպրոց կառուցել, մանկապարտեզ կառուցել, մեզնից յուրաքանչյուր չի կարող դեպի իր տունը եկող առանձին ճանապարհ կառուցել։ Պետական բյուջեն նաև է դա եւ երբ որ մենք մասհանում ենք անում մեր ընդհանուր կարիքները հոգալու համար։ Եվ ես ուզում եմ նաև ընդգծել, որովհետեւ երբեմն քաղաքական նպատակադրումներով, շահարկումների նպատակով դեմոնիզացվում է հարկային համակարգը երկրի։ Նրանք, ովքեր դեմոնիզացնում են հարկային համակարգը, նրանք ուրեմն ասում են, որ ասում են, այս մեկը թող հարկ չվճարի, մեկը հարկ չվճարի, երրորդը, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը, նրանք ինչ են ասում։ Ասում են, թող դպրոց չլինի, թող ճանապարհ չլինի, թող աշխատավարձ չլինի, թող ուսուցիչներ Հայաստանում 500 կամ 700 կամ 300 հազար դրամ ստացող աշխատավարձ ստացող ուսուցիչ չլինի եւ այլն 16 միլիոնի ծրագիրը չլինի եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ես կարծում եմ, որ հատկապես այս դպրոցներում ես հույս ունեմ մեր կրթության չափորոշիչների մեջ այս նրբությունները հաշվի առնված են, մեր երեխաները պիտի առաջին հերթին սովորեն, թե ինչա պետություն եւ ինչա պետականություն։ Որովհետև պետությունը մեզնից յուրաքանչյուրի բարեկեցության պարտադիր պայմանը, պարտադիր, բայց ոչ բավարար պայման, որովհետև պետությունը պայմանը, որտեղ մենք կստանանք կրթություն եւ մեր կրթությունը դարձնենք ավելի մեծ արդյունք մեր պետության համար եւ պետությունը այդ արդյունքը օգտագործի, որպեսզի մարդիկ ավելի պրոֆեսիոնալ լինել իրենց աշխատանքի մեջ, ավելի արդյունավետ աշխատելու, ավելի լավ կյանքով ապրելու համար։ Ընդհանրապես ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր մասնակցություն են ունենում այս նախագծի իրականացմանը, որտեղ 300 դպրոց ծրագիրը խոշոր պետական ծրագիր է եւ բազմաթիվ գործընկերներ մասնակցություն ունեն այդ ծրագրում ուղղակի կամ անուղղակի եւ շատ կարեւոր է այսօր առաջին անգամ մենք մեր մտածած կրթահամալիրը այցելում, այսինքն առաջին դեպքն էր, երբ միտքը դարձել է կոնկրետ արդեն շոշափելի եւ պետք է ուրախությամբ ասեմ, որ շատ լավ տպավորություններ ստացանք, արդեն 1-2 դիտարկում ես ունեի, չգիտեմ ինչքանով է օբյեկտիվ, ինչքանով սուբյեկտիվ, պրակտիկան դա ավելի լավ ցույց կտա, բայց ընդհանուր առմամբ շատ կարեւոր է, որ մենք գնալով կարողանում ենք նաև սովորում ենք ավելի լավ դպրոցներ կառուցել, ավելի արագ կառուցել, որովհետև 2026 թվականին 300 դպրոց ծրագիրը ավարտվում է։ Հիմա ի՞նչ է տեղի ունենալու, երբ որ 300 դպրոց ծրագիրը ավարտվի։ Սկսվելու է հաջորդ 300 դպրոց ծրագիրը եւ իրականում արդեն սկսել է հաջորդ 300 դպրոց ծրագիրը եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ այդ մենք հնդածս հասկացանք, որ գործնականում հանրապետությունում տես դպրոց չկա, որ կամ շատ քիչ են, որտեղ գործնականում չկա, որ առնվազն հիմնանորոգման, ել չեմ ասում վերակառուցման, ել չեմ ասում զրոյից կառուցման անհրաժեշտություն չունենա, եւ մենք հաճույքով ենք անում այդ աշխատանքը, ես համոզված եմ մեր գործընկերներն է բոլորն էլ հաճույքով ենք անում, որովհետեւ սա այն դեպքն է, որ մենք գիտենք, որ դա չնայած կան այդպիսի դեպքեր, ճանապարհներ, այդպես, բայց մեր իրականության մեջ ամեն ինչ որ կապված է երեխաների հետ, նաև այն տրամաբանությամբ, որ երեխաների բարեկեցությունը կառուցելու
շատ կոնկրետ բանաձևեր եւ մեխանիզմներ ենք մենք ստեղծում, որը կոչվում է դպրոց եւ մանկապարտեզ, իմիջիալոց մենք էլ ենք մտածում, որ կրթահամալիրի մոդելը կարող է կրթության շարունակականության առումով ավելի լավը լինել, որովհետեւ ուսուցիչները ավելի շուտ դասվարները մեր հարգելի ավելի շուտ կարող են սկսել շփվել եւ մենք գուցե ծրագրերը մոդիֆիկացնենք, որպեսզի ամսվա մեջ, չգիտեմ, մի անգամ, երկու անգամ նաեւ դասվարները մտնեն մանկապարտեզային հատված եւ շփվեն երեխաների հետ եւ դա շատ օգտակար կլինի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, փոխվարչապետին, ով համակարգում է այս աշխատանքը, մեր նախարար գործընկերներին, քաղաքաշինության կոմիտեին, տարածքային զարգացման հիմնադրամին, շինարարական ընկերությանը, մարզպետին, համայնքի ղեկավարին, բոլորին, ովքեր ներգրավված են եւ շատ կարեւոր է, որ մենք էլի ամեն անգամ գոհունակության որոշակի զգացում ունենալով այնուամենայնիվ կանգ չառնենք եւ շարունակենք գույքագրել ամենափոքր թերությունները, մտածել դրանց վերացման ճանապարհ, որովհետեւ էս էլ է ստեղծագործական process է, իհարկե շինարարությունը շատ բարդ ստեղծագործական process է, բայց այնուամենայնիվ ստեղծագործական process է եւ այդ ստեղծագործությունը գնալով ավելի լավն է դառնում եւ ես դրա համար շատ ուրախ եմ։ Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում եւ հաջողություն եմ մաղթում եւ համոզված եմ, որ մեր երեխաները եւ ուսուցիչները այս շենքայից դպրոցը կապրեցնեն լավագույն ձևով, լցնելով իրենց գիտելիքով, երազանքով, կամքով, կամեցողությամբ, սիրով եւ այսօրվա ու ապագայի նկատմամբ մեծ հավատով եւ վստահությամբ։ Շնորհավորում եմ բոլորիս։